Այսօր Հայաստանում նշվում է հունիսի 1-ը, երեխաների պաշտպանության օրը, սակայն քանի այս ապազգային իշխանությունները նստած են այս շենքում, մենք վստահաբար ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն երեխաները, այլ նաև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իրեն պաշտպանված չի կարող համարել։ ՔՊ-ն թերևս կարող է իրեն պաշտպանված համարել, քանի որ իր բարեկամ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիր ունեն հայ տեսակի դեմ։ Այն տեսակի դեմ, ովքեր արժանապատվորեն տեր են կայնում իրենց հայրենիքին, չեն ներխուժում հայ առաքելական եկեղեցի։ Եվ այդ իսկ պատճառով նրանք այդ մարդկանց դեմ խնդիր ունեն։ ՔՊ-ն այդ մարդկանց հետ նույնպես խնդիր ունի եւ այդ իսկ պատճառով իր դարպասները բաց է արել, որպեսզի համատեղ պայքարեն մեր ազգային արժանապատվության դեմ։ Սակայն մենք այստեղ ասում ենք, որ դուք սխալվել եք, դուք չեք կարողանալու դա անել, չեք կարողանալու ոչնչացնել մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը չեք կարողանալու ոչնչացնել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է հայկական ու դեռ պետք է լինի հայկական։ Ձեզ մոտ չի ստացվելու, դուք սխալվել եք։ Սիրելի հայրենակիցներ, մեր այսօրվա ակցիան ուղղված է ևս մեկ անգամ բողոքի ձայն բարձրացնելու այսօրվա ճակերտավոր կառավարիչների դեմ։ Կառավարիչներ, ովքեր անցնող 8 տարիների ընթացքում իրականացրել են եւ շարունակում են իրականացնել թերքահապատակ քաղաքականություն։ Կառավարիչներ, ովքեր պատասխանատվություն են ստանձնել հայ ժողովրդի եւ հայ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Կառավարիչներ, ում օրոք տարիներ շարունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հնչած քարոզչական լոզունգները եւ նարատիվները ոչ միայն չէին պատասխանվում, այլ տեղափոխվում էին հենց այս շենք եւ հնչում էին ամենաբարձր մակարդակով։ Կառավարիչներ, ում օրոք հայ ժողովուրդը ունեցել է եւ շարունակում է ունենալ ամենամեծ կորուստը։ Կառավարիչներ, ում կառավարության 8 տարիների ընթացքում հայ մարդը ամաչում է եւ շարունակում է ամաչել։ Կառավարիչներ, ում օրոք հարձակման է ենթարկվում հայ արժանապատիվ քաղաքացին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Կառավարիչներ, ում օրոք իրեն կարող է հանգիստ զգալ միայն այն մարդը, ով պատրաստ է թուրքերի հետ հաշտ ու համերաշխ ապրել, ով պատրաստ է իր իրավունքները զիջել հանուն մեր թշնամիների իրավունքների։ Անցնող 8 տարիների ընթացքում մենք պայքարել ենք եւ հիմա էլ շարունակում ենք մեր պայքարը այս թերքահապատակ իշխանությունների իրենց վարած քաղաքականության դեմ եւ հայ ժողովրդի արժանապատիվ իրավունքների իրակցման համար։ Ամենաբարձր մակարդակով մեր թշնամիների կառավարիչների չնչում են գալիք հունիսի 7-ի ընտրություններին ներկա կառավարիչների մասին պաշտպանող հայտարարություններ։ Ալիևի գրպանի բլոգերները ուղղակի վիդեոների միջոցով հայերեն լեզվով մեր քաղաքացիներին հորդորում են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մենք այսօր այստեղ ենք ևս մեկ անգամ ցույց տալու, որ հայ մարդը, հայ երիտասարդը դեմ է այս իրավիճակին։ Հայ մարդը իր արժանապատիվ պայքարը շարունակում է եւ հայ մարդը իր պայքարը հունիսի 7-ին հասցնելու է հաջողության։ Բայց նաեւ չենք մոռացել, որ այս օրը նաեւ մեր տխրահռչակ վարչապետի ծննդյան օրն է եւ այսօր չէին կարող այստեղ գալ դատարկ ձեռքով։ Մենք այսօր մեր հետ բերել ենք թուրքական ֆեսեր, որպեսզի փոխանցենք, որպես նվեր ներկա կառավարիչներին։ Եվ ֆեսի խորհրդանիշը հետեւյալն է, որպեսզի հունիսի 8-ից հետո նրանք կարողանան այդ գլխարկները պատվով կրել եւ գնեն իրենց իրական բարեկամների մոտ։ Նրանց իրական բարեկամներն են Ադրբեջանը, Թուրքիան, Էրդողանը եւ Ալիևը։ Վստահ ենք հունիսի 8-ից հետո նրանց այնտեղ գրկաբաց սպասելու են։